ոչ մի ճանապարհ արևելք-արևմուտք Սյունիքով պետք է չանցնի։ Արահետ չպետք է անցնի։ Ցիտիկները չպետք է թրջեն, դա Հայաստանի անվտանգության հարց է։ ՆԱՏՕ-ն պատրաստում է Թուրքիայում հատուկ բազմազգ կառուցվածք ստեղծել ուղղված Ռուսաստանի դեմ, ինչ-որ Հայաստանում կատարվում է, դա աննորմալություն է, այլանդակություն։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է, կոչվում է Status Quo։ Այսօրվա իմ զրուցակիցը Դավիթ Շահնազարյանն է։ Պարոն Շահնազարյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Շահնազարյան, Նիկոլ Փաշինյանը այս վայրկյանին գտնվում է Մոսկվայում։ Ինչ է կորցրել Փաշինյանը Մոսկվայում։ Կանչել են, մեկնել է։ Կանչել են, մեկնել են։ Իհարկե։ Չէր կարող չմեկնել։ Իհարկե ոչ։ Ինչպես է ստացվում, որ Արևմուտքը դա չի համարում, ենթադրենք, ռուսական գիծ, նույնիսկ չեմ ուզում ասել պրոռուսականություն։ Առաջին այսօր շատ անորոշ հասկացողություն է Արևմուտքը։ Բայց եկեք որոշակի ասենք։ Այսօր Արևմուտք ասելով պետք է հասկանալ Արևմուտք ասելով։ Ինչ է եղել Գյորգ, Արևմուտք ասելով մենք հասկացել ենք միշտ արժեքային համակարգ, ճիշտ է։ Հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այո, արժեքահեն համակարգ։ Ուրեմն դա պետք է Արևմուտք ասելով, այսօր պետք է հասկանանք մենք Եվրոմիություն երկու բացառություններով։ Ու Մեծ Բրիտանիա իհարկե, Եվրոպա, այսպես ասենք։ Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, կարծում եմ ոչ մեկին բաց չթողեցի, չէ՞։ Չէ, նաև կարելի է որոշ երկրներ։ Այսօր դա է արժեքային համակարգը։ Արևմուտքը ինչ-որ դուք անվանում եք Եվրոմիություն ասենք, քանի որ հարաբերությունները ինչ է։ Եվրոմիությունը շատ լավ է, ամեն ինչը գիտի։ Բազմից այս մասին խոսել եմ, գիտի, որ այս իշխանությունը իր ամբողջ արտաքին քաղաքականությամբ, էությամբ, տնտեսական գաղափարությամբ ամբողջովին Ռուսաստանի առավելագույն ազդեցության տակ է։ Երբևէ կախվածությունը Ռուսաստանից այսքան մեծ չի եղել Հայաստանի Հանրապետության, ինչպես հիմա։ Պատճառով չտեսեք շատ արագ ինչ-որ հեռախոսազրույց եղավ եւ ինձ թվում է նաեւ ձեր համար պարզ է, չէ՞, հիմնական հարցն ինչ է։ Քննարկման ընտրությունները։ Ինչի են այս մեղմ ասած հրավիրել, ինչ ընտրություն։ Դա ինչն է խնդիրը։ Բայց փորձեք դուք ասեք։ Ի՞նչն է հիմնական հարցը։ Ես կանչել եմ Ռուսաստանը ընտրությունները շատ դժվար է այս գործընթացը անվանել ընտրություն, մանավանդ որ դա քաղաքական գործընթաց չէ, իսկ ժամանակ չարժի կորցնել դրա մասին խոսելու։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Դե Հայաստանում հիմա ինչ-որ Հայաստանում կատարվում է, դա աննորմալություն է, այլանդակություն։ գրենք տենց։ Ոնց կուզեք։ Ես իմ խոսքերի տերն եմ։ Որտեվ քաղաքականության հետ դա ոչ մի կապ չունի, ինչ-որ կատարվում է հիմա Հայաստանում։ Եվ ստիգուցե ոչ իշխանության ընդդիմություն խոսք չեմ ուզում օգտագործեմ, մեղքը շատ ավելի շատ է, քան թե այս գործող իշխանության։ Աշխարհը լրի փոթորկվում է, փոխվում է, կան շատ անկանխատեսելի զարգացումներ, ոչ մի հին մեխանիզմ արդեն չի գործում։ Եղածները չկան։ Դե ասում եմ, չի գործում, կամ ասենք խոսենք եթե ժամանակ մնա։ Բայց պարոն Շահնազարյան, բայց Հայաստանը մի րոպե, բայց զգում եք, որ Հայաստանում ինչ-որ մեկի դա հետաքրում է քաղաքական դաշտին, Հայաստանում մենք գալակտիկայից դուրս ենք։ Պարոն Շահնազարյան, ի վերջո ինչի են կանչել։ Չէ, մի րոպե, բայց դրան են գալիս, չէ՞, դրան են գալիս, չէ՞։ Դուք ուզում եք մի անգամից sense պահել, չէ՞, ինտրիգը պահենք։ Ինչ-որ բարձր լինի, չէ, ինտրիգ չկա, բացարձակ ես ինտրիգ չեմ պահում։ Հայաստանում այսպես կոչված էս, չեմ ուզում ասեմ, ընտրական այս գործընթացներում ինչ-որ մեկին դա հետաքրում է։ Բացարձակ ոչ մեկի, բացարձակ։ Ոչ մեկի դա չի հետաքրում։ Անվտանգություն, ոտեսպաներ գույցի չունի։ Հայաստանի ամբողջ ԱՄՆ դեպս ովքեր հայտարարել են, որ մասնակցում են այս միջոցառմանը, որ ընտրություններ է կոչվում, ամբողջովին
պրոռուսական դաշտում են խաղում։ Բոլորը առանց բացառության։ Լավ, անցանք առաջ։ Ինչա տեղի ունենում։ Առանձին թեմա է դա, չեմ ուզի շատ մանրամասն շատ կանգ առնենք։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այս պատերազմը Իրանի դեմ դա աշխարհում խախտեց ամեն ինչ, աշխարհը ամբողջ բերեց շատ իմաստով նաև կանխատեսելի սցենարների առաջ, տնտեսական, քաղաքական, ռազմական, էական լուրջ սպառնալիքներ գրեթե բոլոր երկրների համար, բացի Հայաստանից, միջակայքից, եթե դատենք մեր այս կուսակցություններով ու կուսակցապետիկներով, իրենց ասածով, հենց կուսակցապետիկներ ճիշտ ասացի, չսխալվեցի։ Հանկարծ ինչ է ստացվում, Ռուսաստանը, որը շատ ծանր վիճակում էր հայտնվել ուկրաինական իր սկսած ագրեսիայի արդյունքում, ահավոր ծանր վիճակում էր, կորցնում էր ամեն ինչ, եւ հանկարծ երբ որ Միացյալ Նահանգների նախագահը թույլ տվեց, որպեսզի Ռուսաստանը իր նավթը սկսի վաճառել, անգամ Կուբային Կուբային ընդամենը մի տանկեր գնաց, դա ուրիշ է, այնտեղ վաճառքել չկար Կուբային որտեղից փոխնախտ առնի, դա առանձին հարց է Կուբային եք խոսենք, որ մետաքրը նաև Իրանին թույլ տվեց։ Եվ եթե Իրանն էլ հիմա վաճառում է մոտ 45%-ով ավել, քան մինչև փետրվարի 28-ներ այս պատերազմը սկսել է։ Եվ մոտ առաջ 40 քանի դոլարով էր վաճառում, հիմա 100-ից ավել է վաճառում։ Դա Ռուսաստանին թվաց, թե սա ինչ-որ իրավիճակի կտրուկ փոփոխություն է, իրականում այդպես չէ, բայց հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները հիմա բավական ծանր վիճակում են հայտնվել, կարող է ինչ-որ մեծ հակախաղ սկսի։ Հակախաղը որտեղ պիտի սկսի աշխարհաքաղան, Ուկրաինայում ոչինչ չի ստացվում։ Միջայլոց այստեղ արժե ավելացնել, որ չնայած որ թույլատրեցին, որ Ռուսաստանը իր նավթը վաճառի, բայց Ռուսաստանի վաճառքները չավելացան, նույնիսկ պակասեցին, որտեղ Ուկրաինան այդպիսի ծանր հարվածներ հասցրեց, հրթիռային հարվածներ Բալտիկ ծովում գտնվող այդ նավահանգիստներին, որտեղ նավթը բեռնվում էր, որ ես ամենապես թվերը նայեցի, նույնիսկ ռուսական աղբյուրներից, կարծես թե առայժմ չկա այս սպասելիքները, որը պետք է լիներ, այնտեղ բյուջեի կրճատում պետք է լիներ, ուրախացան, չարեցին, խոսքով։ Ռուսաստանը որոշեց սպայն հակախաղ սկսի Հարավային Կովկասում։ Որ կարալն է Ռուսաստանի հակախաղը, մի պետություն, Ռուսաստանը, որը ըստ էության միշտ դեմ է եղել եւ ապացվեց ընդհանրապես դեմ է Հայաստանի պետականությանն ու ինքնուրույնությանը, կորզը հին երկը, այսինքն ինչ, Սյունիքում անցնող Միջանսկի վերահսկում։ Եվ դրա համար հրավիրել Սա հենց ինտրիգն է։ Ինչպես։ Սա հենց այն ինտրիգն է, որի մասին ինտրիգ շուտ ակնհայտ է, դա նույնիսկ ես նոր գալուց ձեր մոտ գալուց մի ժամ առաջ էր, ես նայեցի պաշտոնական հաղորդագրությունը կար Ռուսաստանի, որ հանդիպումը պետք է լինի, հետո ինչ-որ հանդիպում էր, հետո ինչ-որ նախաճաշել պիտի լիներ, երևի վաղն էլի նախաճաշես, մի քիչ ուշ է նախաճաշի համար կարծում եմ, արդեն ժամը 5-ն է, շատ չէ մի քիչ ուշ է, այդ հաղորդագրության մեջ նույնիսկ պարզ գրած էր պաշտոնական, որ տվել են Պեսկովն էր տվել, կարծեմ, որ կոմունիկացիաներ, այս ամեն ինչ, այսինքն ուզում է այն ինչ որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով կար, որը այդպես էլ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բոլոր կետերը մերժեց, բայց Հայաստանը չգիտես ինչու չհայտարարեց։ Ոչ թե Հայաստանը պետք է այս մասին վաղուց ասել են, ոչ թե Հայաստանը դա պետք է չեղել հայտարարել, պետք է ասել, որ Բաքուն եւ Մոսկվան արդեն իրենք իրենց ձեռքով ոչնչացրել են։ 9-րդ կետն է։ Դրա համար է կանչել։ Հասկանալով, որ միջալից ես մի երկու անգամ ասել եմ, որ հատկապես Վենսի այսից հետո ասացի ես, որ
շատ մեծ հավանականությամբ թրիփը ընդհանրապես չի կայանալու որպես այդ ծրագիրը, որը ամերիկյան չի, դա թուրքական ծրագիր է իհարկե, հայտնի է։ Խնդիրը սա է։ Եվ սրա համար Փաշինյանի շտաբ կանչեցին Մոսկվա, սա է։ Պաշտպանության կանչեցին Մոսկվա, որպեսզի քննարկեն թրիփի Թրիփ չկա, չէ, թրիփ չի, 9-րդ կետ է։ 9-րդ կետի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որ դա պետք է ռուսական բանի տակ լինի։ 9-րդ կետի վերակենդանացման հարցը կամ նորից։ Մի խոսքով եկեք ասենք, որ ձևակերպումը տալու որ Նախճեվանը մայր Ադրբեջանին կապող երկաթուղին եւ ինչու՞ չէ նույնիսկ ճանապարհները լինեն ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում է գրած Ռուսաստանի ամբողջական վերահսկողության տակ։ Թրիփով էլի Հայաստանի վերահսկողության տակ չէր, այնտեղ իրականում այդ մասին ասել եմ, այնտեղ իհարկե ամերիկյան երաշխիքների մասին որ խոսում են, դա մի ամտություն, դա ամբողջովին դա Թուրքիայի համար էր ազատ դաշտ բացվում, մանավանդ Թուրքիայի դերը Միացյալ Նահանգների համար հիմա նույնիսկ այս շաբաթների ընթացքում ել ավելի է մեծացել։ Արդեն հաղորդագրություններ կան, որ ՆԱՏՕ-ն պատրաստում է Թուրքիայում հատուկ բազմազգ նոր կառուցվածք ստեղծել հենց ուղղված Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը փորձում է այս հակախաղը տանել, բայց գիտեք ինչ, իրականում այս նավթի վաճառքի թույլատրումը, որ արվեց Ռուսաստանին, Թրամփի կողմից, դա Թրամփը որտեղ բավական ծանր վիճակի մեջ էր ընկել, ուզում էր մեղմեր այդ նավթի գների այդ չափազանց մեծ աճը, նույնիսկ Իրանին ասում թույլատրել մեծ քանակությամբ նավթ է վաճառում։ Գիտեք, սա հիվանդի համար ցավազրկող է ընդամենը, սա բուժիչ դեղ չի։ Ով է հիվանդ այս բարակայում։ Ռուսաստանի մասին է խոսքը, իհարկե։ Ամբողջովին տապալված այդ ուկրաինական ագրեսիան, ամբողջապես տապալված։ Եվ ինչքան էլ հիմա Միացյալ Նահանգները փորձեն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, արդեն չի ստացվելու։ Հատկապես ուշադրություն դարձրեք, որ տեխնոլոգիական առումով Ուկրաինան ինչ վերելք է ապրել եւ ինչպես մեծացրեց իր աշխարհաքաղաքական դերը հենց այս Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պատերազմում ամբողջ այդ մերձավոր Պարսից արաբական երկրների հիմա դրոնային անվտանգությունը Ուկրաինան է ապահովում, որտեղ ունի այդ տեխնոլոգիաները, որոնք ուրիշները չունեն, ստեղծեցին իրենք դա։ Ռուսաստանը չունի։ Եվ գիտեք, այսօր բավական ծանր վիճակում են հայտնվել Միացյալ Նահանգները, լավ լուծումներ չունի Թրամփը եւ հիմա ասիկան ձեր հարցը թե փորձենք ամփոփել, սա է, այս վիճակից փորձում է Ռուսաստանը օգտվել, կստացվի, չի ստացվի, դա արդեն ուրիշ հարց է, բայց պետք է որ ընդդիմությունը դրանից շատ ուրախ լինի, որտեղ ընդդիմությունն է, խոսքը իհարկե չի ասում, ընդդիմությունն է միշտ ասում, չէ՞, դա ռուսներին պետք է տալ այդ միջանցքը, պետք է Չինաստանին տալ, ռուսներին տալ։ Այսօր երկու հարց կա։ Ընդամենը ինչ լավ է որ ընդամենը երկու։ Այս դրվագին երկու հարց ունեմ։ Մեկը վերաբերում է երկաթգծին, քանի որ շատ են հիմա այդ շահարկումները, որ Ռուսաստանը պիտի վաճառի, Փաշինյանը հիշատակեց երրորդ երկրի մասին, որը պիտի միաժամանակ լինի նաև բարեկամ Ռուսաստանին։ Մյուս կողմից ներողություն ավելացնեմ, շատ հզոր երկաթուղային երկիր առաջարկեց, չէ՞ իշխանությունը, որ երկաթգիծը գնա։ Ղազախստանը հզորագույն երկաթուղային երկիր։ Հենց սա է բան, որ ինքը չի խոսում ազգայնացման մասին, ինքը չի խոսում մեր օպերատորի բանի, բայց մի քիչ չանդրադառնանք դրանք, անիմաստ բաներ են։ Այսինքն հիմա դուք գիտեք, որ Ադրբեջանն էլ հավակնություններ ունի, ասելով որ մերն է դա, ընդհանրապես ոչ մեկին է չի, դեռ խորհրդային տարիներին արդյոք դուք դա հաստատում եք թե չէ, խորհրդային տարիներին իսկապես դա պատկանել Ադրբեջանին։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը մերն է ամբողջովին։ Դե հա, Երևանը։ Եվ Հայաստանի իշխանությունները դրան առանձնապես չեն էլ դիմադրում։ Դե դա արդեն հասկացան, ասում վախը բռնել են։ Հիմա բայց իսկապես սովետական տարիներին այդ հատվածը Բաքվի, չգիտեմ անուն ինչպես եղել, երկաթգծային կառավարման ինչ որ տենց դեպարտամենտին է պատկանել, իրոք դա այդպես բան եղել է խորհրդային տարիներին։ Գյուր դա ինչ կապ ունի։ Ուղղակի հասկանամ ադրբեջանական նարատիվին չի վրա են կառուցում։ Գիտեք ինչ, ամբողջ մեր խայտարակ վիճակը նաև դրանից է, որ թե այս իշխանությունը, թե այս ոչ իշխանությունը իրենք պատրաստ են Սյունիքով միջանցք տալ Դե դա իրանք միշտ են ասել։ Թուրքիային եւ Ադրբեջանին իրենք պատրաստ են։
Բազմիցս ասել եմ, մի ավելորդ անգամ եւս ասեմ։ Ոչ մի ճանապարհ արևելք, արևմուտք Սյունիքով պետք է չանցնի։ Արահետ չպետք է անցնի։ Ցիտիկները չպետք է թրջեն, դա Հայաստանի անվտանգության հարց է։ Հիմա մենք ունենք այսպիսի քաղաքական դաշտ, որը պատրաստ է ամեն ինչը զիջել։ Մի մասն ասում են Թուրքիային զիջենք, Ամերիկան երևի մոռացել է արդեն այս մասին, մոռացեք դա։ Այս ամեն ինչը արվում էր Թուրքիայի համար, սա Թուրքիայի ռազմավարական ծրագիրն է, որի մասին ամեն օր մի քիչ շատ եմ ասում, լավ շաբաթը մեկ առնվազն իրենք դա ասում են։ Գիտեք, ինձ համար մեկ է, եթե մենք զիջում ենք մեր այդ արտերյան կարևոր Հայաստանի պետականության համար կարևորագույն այդ միջանցքը զիջում ենք, որտեղ ըստ Վաշինգտոնում ստորագրած օգոստոսի 8-ի փաստաթղթի, այնտեղ ամբողջովին դա Հայաստանը որևէ իրավասություն այնտեղ չունի, այնտեղ սևով սպիտակի վրա գրված եւ ստորագրված է, որ դա չի ուզում կարդա, օրինակ իրանցիները էլ մեզ համոզում են, որտեղ դուք շատ լավ գիտեք, դուք կարդացել եք, որ դա իրավասություն չկա։ Իզուր տեղը պետք չի ռետինե խողովակի տեղ դնել։ Դա պարզ գրված է այնտեղ։ Եվ եթե հիմա սա տալիս են, ինձ համար մեկ է։ Միացյալ Նահանգների տնօրինության տակ ելնելու չնայած նման ակնարկ չկա, Թուրքիայի, Ռուսաստանի, թե Բելիզ պետության, դա օտարվում է Հայաստանից եւ պետականության սյունն։ Իսկ մեր այս քաղաքական դաշտը դա պատրաստ է հանձնի։ Դա որովհետեւ չեն կարողանում դիմադրել։ Ամեն մեկը իր ձևի։ Ուրիշ հիմարություններ եմ լսել, իշ մեկ ինչ-որ խոսում էինք քաղաքական դաշտում մի քանի ամիս առաջ, որ պետք է մի 3-4 միլիարդ ծախսենք, երկաթգիծ կառուցենք, մենք պետք է ծախսենք կամ Չինաստանից փող վերցնենք, գնենք ստարկության մեջ, չէ՞, միանգամից։ Եվ կառուցենք երկաթգիծ դեպի Իրան։ Նույն անհետեթությունը, ինչ որ էս միջանցքին է, ինչ որ էս տրիպին կամ այս մեղրիով անցնող երկաթգծին էին ասում, որ դա տնտեսական մեծ օգուտներ կբերի։ Հերթական աբսուրդ է։ Մենք ինչքան ծավալ ունենք Իրանի հետ, որ 3-4 միլիարդ ծախսենք։ Երկաթգիծ պետք է։ Դրա համար ոչ մի կոպեկ ներդրում ոչ կարվի, ոչ էլ կլինի։ Այսինքն դրա համար եմ ասում, այս խեղճատակությունը, որ քաղաքական դաշտում գնում է, որևէ քաղաքական միտք, քաղաքական մոլեկուլ չի պարունակում։ Լավ են կարողանում այդ ամեն ինչը վաճառել արևմուտքին որպես ամերիկյան ներկայության ավելացում, անվտանգության երաշխիքներ։ Չէ, մի րոպե։ Արևմուտքը կներեք, արևմուտքը ասած է մենք արդեն ձևակերպեցինք ինչ է արևմուտքը, էլի մոտավորապես առաջերտին Եվրամիությունը այդ ամեն ինչը իհարկե նույնիսկ մասնակցել է ուզում Եվրամիությունը դրան։ Ով ասեց։ Դե շատ տեղերում քննարկում են այդ հարցը։ Առաջի անգամ եմ լսում, որ Եվրամիությունը ուզում է հիմարությանը մասնակցել։ Չկա տես բան։ Ուզում են։ Չկա տես բան։ Դե տեսել են քննարկումներ ժամանակ Եվրամիության դեսպանները, Եվրամիության տարբեր երկրների ներկայացուցիչներն են ասում։ Եվրամիությունը ստեղ ոչ մի կոպեկ չի դնի դրա համար, որովհետև դա տնտեսական ծրագիր չի։ Չկա դե տնտեսություն, այս օրինակը բազմիցս բերել եմ։ Այդ ներդրումը ով պիտի անի, Ադրբեջանը, Թուրքիան, թե Միացյալ Նահանգները։ Թուրքիան ուղղակի Միացյալ Նահանգների անվտանգ, ներողություն։ Ոչ մի պետություն այդտեղ, ասենց որ դե տնտեսական ծրագիր չի, զուտ թուրանական ծրագիր է, այդտեղ փող չի ներդնի։ Միակը որ պատրաստ է ներդնել, դա Թուրքիան է այդտեղ, իր քաղաքական ծրագրի համար։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը 2 ամիս առաջ ասել էր 15 միլիոն տոննա բեռներ են տեղափոխվելու տեղից։ Գևորգ, Ադրբեջանից դեպի Թուրքիա գոյություն ունեցող Բաքու, Թբիլիսի Ղարս, այդ երկաթգիծը, նրա հզորությունը գիտեք ինչքան է, մանավանդ մոտ տարի ու կես առաջ հիմնանորոգվեց։ 30%-ով է օգտագործվում։ Չէ, ձեզ մոլորեցրել են։ Ուրեմն նրա հզորությունը 5.5-ից 6 միլիոն տոննա է։ Եվ օգտագործվում է ընդամենը 10-12%-ով հիմնանորոգումից հետո 30%-ով 10-ը շատ մեծ տարբերություն է, էլի։ Սա բացառապես քաղաքական ծրագիր է, թուրանական։ Այս միջանցքի իհարկե միջանցքը, որը Հայաստանի թե իշխանությունը, թե ընդդիմությունը պատրաստ են տալ, բայց մեկ ասմատանք ռուսներին է, մյուսն ասմատանք ամերիկացիներին մոռացեք այս ամեն ինչը։ Եվ գիտեք մենք ահա որ վիճակում ենք։
Տեսեք, այս գործընթացների որ գերում եմ, համար մեկ խնդիրը Հայաստանի բազմից էլ դա անվտանգությունն է։ Ինչը ցույց են տալիս իմիջիալոց բոլոր հարցումները, որ ամենաշատ հուզող հարցը մեր հասարակությանը դա անվտանգությունն է։ Ինչ-որ մի հատ հոդդաբաշ բան լսել եք, որ այս կուսակցություններից մեկը անվտանգության վերաբերյալ ասի։ Գնանք Չինաստանի մոտ, գնանք Ռուսաստանի մոտ։ Գիտեք ինչ, կա 3 պետություն, որոնք ամեն մեկը իր պատճառներով ուզում է, որ ստեղ Հայաստանի Հանրապետություն լավագույն դեպքում լինի իրենց խամաչիկ պետություն։ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Եվ դա ակնհայտ է, եւ դա չի փոխվելու։ Եվ այս մեր ամբողջ քաղաքական դաշտ կոչվածը խարխափում է այս 3-ի արանքում։ Ընդամենը։ Տեսեք, հիմա ինչ է կատարվում աշխարհում, դա առանձին շատ մեծ թեմա է, ինչ որ այս խնդիրները գնում են process-ները։ Ստեղծվում են հիմա իրավիճակային դաշինքներ, ալյանսներ, բայց զուտ իրավիճակային։ Այս վտանգը, որ այս պատերազմը բերում է, այստեղ մեր հարևանությամբ է։ Ինչ կլինի հետագայում ոչ ոք չգիտեն։ Ինձ թվում է Վաշինգտոնում սպիտակ տանն էլ չգիտեն ինչ են անելու։ Ինչ են հասկանում ասելով ցամաքային օպերացիա 50,000 զորք են մտցնում միջանց խելամիտ։ Ես դեռ մոտ 2 շաբաթ առաջ հայտարարել եմ, որ Հորմուզի նեղուցը զենքի ուժով բացել չի լինելու։ Ունենալ է դա բացել։ Շատ պարզ պատճառով են դեպքում կականապատվի այդ նեղուցը, իմիջիալոց Իրանը բավական ժամանակակից լուրջ զենքեր ականներ ունի, 3-4 տեսակի շատ ժամանակակից եւ դրանով ամեն ինչ կվերջանա։ Եվ Տրամպի վերջի հայտարարությունները, չնայած Տրամպի հայտարարություններից պետք չի եզրակացություն անել, դրա գործողություններին է պետք նայել, ոչ թե հայտարարություններին, ասես դա մեր գործը չի։ Թող երկրները գան իրենց համար, իրենց անվտանգություն ապահովում։ Այնտեղ ախր ուրիշ խնդիրներ էլ կար, որ լավ չէր հաշվարկված մեղմ ասած Վաշինգտոնի կողմից այս գործողությունը, դա ավելի քան ակնհայտ է։ Իրենք հայտարարեցին, մենք չենք սպասում, որ այդ մենատիրություններին կհարվածեն, մենք չէինք սպասում, որ Հորմուզի նեղուցը կփակեն, բայց այդտեղ վտանգները նաև շատ են։ Ուզում եք մի վտանգի մասին էլ ձեզ ասեմ, որի մասին ես չեմ խոսել առաջի անգամ կասեմ, մի քիչ տեսական կարող է համարեք, պարարտանյութերի հետ կապված վտանգը, ամեն ինչ է խառնվում։ Իսկ եթե հանկարծ մեծ ցամաքային գործողություն սկսվի եւ շատ մեծանա պատերազմը, իսկ եթե հանկարծ այս թագավորությունները այնտեղ ինչ որ բան սկսի, process սկսվի։ Ծոցի երկրների, հա։ Ես նկատի ունեմ բոլոր այս Բախրեյն, Էմիրատներ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, բոլոր այդ երկրները դրանք մենատիրություններ են, չէ՞, արաբական։ Այդ մենատիրություններում կայունությունը, զարգացումը, ամեն ինչը ապահովում է հենց այդ մենատիրության հաշվով։ Ժողովուրդը նորմալ ապրում է, բավական հարուստ։ Բայց եթե հանկարծ դրանք էլ պայթեցին, տեղի բնակչության մեծ մասը նրանք տրամադրված են Իսրայելի դեմ եւ Միացյալ Նահանգների դեմ։ Ընդ որում շատ կտրուկ։ Եվ միայն այս մենատիրությունները է հնարավոր լինում։ Սրա հավանականությունը մեծ չէ, բայց անելու սա էլ պետք է հաշվի առնել։ Այդ դեպքում պատկերացնում եք ինչ է կատարվելու։ Երբ որ ասում են ցամաքային գործողություն, ես անկեղծ ասած լավ չեմ հասկանում ցամաքային գործողություն։ 90 միլիոնանոց Իրանի դեմ ցամաքային գործողություն։ Որ կողմից մտնես, որտեղից տեղանքը նա պետք է ուսումնասիրել։ Չէ, ուրիշ բան, եթե ասեն հատուկ գործողություն։ Այդ կարելի է հասկանալ։ Վենեսուելայի նման ինչ-որ։ Չէ, նո Վենեսուելայի նման կամ մասշտաբով, հա։ Ուրիշ, ասինքն փոքր գործողություն, ինչ-որ կոնկրետ նպատակ հետապնդող, էլի։ Այսպեսի բան, բայց գիտեք, այնուամենայնիվ մենք
Տեսեք Հայաստանը ինչ պետք է Հայաստանը պետք է իրավիճակային ասի դաշինքներ մեկ, բայց պետք է հասկանալ նաև մի բան, որ ՆԱՏՕ-ն, որը հիմա Վաշինգտոնը արդեն մերժում է, ասում է վերջ, իրանք մեզ չօգնեցին, իսկ ինչի պիտի օգնեին։ Ինչի պիտի օգնեին։ Նույնիսկ Միացյալ Թագավորությունը չօգնեց։ Դրանք արժեքային համակարգ, դա արժեքային համակարգի վրա ստեղծված դաշինքեր։ Եվ հիմա նույնը փորձում է անել Եվրոպան։ Նույն արժեքային համակարգի վրա ստեղծված, այսինքն ես չեմ ուզում ասեմ նույն եվրոպական ՆԱՏՕ, բայց դա փորձում է անել Ֆրանսիա, Միացյալ Նահանգները, Լեհաստանը, Թագավորությունը, որտեղ պարզ ասում են մենք ավարտվեց։ Դուք եք, մենք ձեր հետ գործ չունենք Միացյալ Նահանգներն ասում են։ Եվ մեղադրում են Եվրոպային, իմիջիալի շատ սխալ են անում, որ մեղադրում են Եվրոպային, շատ վերլուծաբաներ ասում են ճիշտ է, Եվրոպան այսքան ժամանակ քննացել, ոչ Միացյալ Նահանգների քաղաքականությունն էր դա, որ Եվրոպա պետք է ուժեղ չլինի։ Միշտ դա է եղել։ Հիշեք Դբոլը, երբ ես համարում եմ շատ լուրջ եւ 20-րդ դարի լավագույն գործիչներից մեկը, որ Ֆրանսիայի սուվերենությունը ամեն ինչից բարձր էր դասում։ Ինքը արեց դա այդ սուվերենությունը։ Պահպանեց, իր միջուկային զենքը ստեղծեց, իր վերջո ՆԱՏՕ-ի ռազմական բաղադրիչից էլ դուրս եկավ, ՆԱՏՕ-ի գրասենյակը Փարիզից տեղափոխեցին Բրյուսել, ինչպես վերաբերվեցին դրան։ Եվ տեսեք, նաև հիմա ինչ է կատարում, ինչ է արվում Միացյալ Նահանգների կողմից, անընդհատ փորձում է Եվրոպայում խառնվել ընտրություններին, այսինքն ստեղծել են իրավիճակը, որ կար 30-ականների Եվրոպայում, 30-ականների Եվրոպայում խայտարակ վիճակ էր։ Ընտրությունը ո՞րն էր։ Ֆաշիստների ու կոմունիստների միջև էր։ Փորձում են տես բան անել։ Այսինքն պետք է ունենալ հեռահար նպատակներ Հայաստանի համար եւ մոտակա նպատակներ։ Իսկ Հայաստանում ինչ որ մենք տեսնում ենք, դա խոսույթը դա ընտանի կենթանիների ձայների մասին է եւ ամեն ինչն է։ Պարոն Շահնազարյան, շնորհակալություն շատ։ Գեորգ ջան, մի բան վերջում ասեմ։ Որևէ կասկած չունեմ, որ այս ամեն ինչից դուրս են գալու ի հեճուկս այս քաղաքական դաշտի։ Շնորհակալություն եք կարևոր դիտարկման համար։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը։ Շնորհակալություն շարունակեք հետևել Եվրամեդիա 24-ի բոլոր աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։